Շնորհակալ եմ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, այսօր առաջին հարցով ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի նախագծի վրա, որը թիրախավորում է մի խումբ կարևոր խնդիրների լուծումներ։ Խոսքը վերաբերում է կադաստրային քարտեզներում հայտնաբերված առկա անճշտությունների եւ սխալների լուծման կարգին։ Կարծում եմ, եթե անձամբ առնչված չլինեք, լսած կլինեք, որ գոյություն ունի մի այդպիսի հասկացություն, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալ, եւ որը ուղղելու համար այս պայծրությամբ առկա են գործող կարգավորումներ, սակայն այդ կարգավորումները ենթաօրենսդրական մակարդակով են կարգավորված, այսինքն կառավարության որոշմամբ։ Մի փոքր կցանկանամ ներկայացնել, թե ինչ է կադաստրային քարտեզի սխալը եւ մի փոքր պատմական ակնարկ կատարել, թե ինչպես է դա առաջացել եւ այսօր ինչպես են այդ իրավահարաբերությունները կարգավորվում։ 2000 թվականների սկզբներին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց մի մեծածավալ աշխատանքների իրականացում, որը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացումն էր, այսինքն ամբողջ հանրապետության տարածքում անվճար պետությունը սկսեց իրականացնել քարտեզագրական աշխատանքներ, չափագրվեցին գույքերը, որոնք էլ եւ հիմք հանդիսացան առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում քաղաքացիների իրավունքների գրանցման համար։ Եվ կարծում եմ օբյեկտիվ գործոններից ելնելով այդ ժամանակահատվածում կիրառված սարքավորումները, գործիքները չունեին այն ճշտությունը, որը հնարավորություն կտար փաստացի առկա իրավիճակը արտապատկերելու կադաստրային քարտեզի վրա։ Եվ այսօր, երբ մենք ունենք արդեն կոորդինատային համակարգ, ունենք էլեկտրոնային եղանակով վարվող մեկ ամբողջական կադաստրային քարտեզ բոլոր համայնքների համար, եւ ունենք նաեւ գույքեր, որոնք որ առաջին պետական գրանցում ստանալուց հետո որոշակի գործողությունների, գործարքների չեն ենթարկվել, այսինքն մնացել են հենց այն իրավական հենքերով, այն փաստաթղթերի հենքերով, որոնք որ դրվել են առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում։ Եվ հաճախ քաղաքացին, օրինակ, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար պիտի դիմի համայնքին, ստանա քաղաքաշինական փաստաթղթեր եւ հողամասի չափագրությունը կատարելիս պարզվում է, որ այն ինչը որ կա փաստացի տեղում չի համապատասխանում կադաստրային քարտեզի տվյալներին։ Ընդ որում դրանք կարող են դրսևորվել ինչպես երկրաչափական տեսքի տարբերությամբ, տեղադիրքի շեղմամբ, նաեւ մակերեսի տարբերությամբ, նպատակային գործառնական նշանակությունների տարբերությամբ եւ այս շարքը կարելի է շարունակել։ Այսօր կառավարության որոշման մակարդակում խոսքը 2021 թվականին ընդունված 698N որոշումն է, կարգավորվում է, թե այդ կադաստրային քարտեզի սխալները ինչպես կարող են ուղղվել։ Եվ ինչ քայլեր պետք է կատարի քաղաքացին այսօր դրա համար։ Պետք է նախ պատվիրի չափագրություն որակավորված անձից։ Հետագայում այդ հայտակագիծը ներկայացնի համայնքին, որպեսզի համայնքը հաստատի, որ այո, այն ինչը որ չափել եք համաձայնություն եմ տալիս համապատասխանում է իրականությանը։ Եթե այդ փաստացի չափագրման արդյունքում պարզվում է, որ կադաստրային քարտեզում նաև խնդիրներ են առաջանում, օրինակ հարևան գույքերի հետ, հարևան գույքի հետ համադրվում է քարտեզի մակարդակով, կամ հարևան գույքը պետք է մի քիչ տեղաշարժվի կադաստրային քարտեզում, եւ նմանատիպ այլ հարցեր, քաղաքացին ստիպված է լինում ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, հայտնաբերել այն բոլոր իրավունք ունեցող, գրանցված իրավունք ունեցող քաղաքացիներին, որոնք առկա են այդ հողամասերի, այդ գույքային միավորների նկատմամբ, եւ ստանալ վերջիններից համաձայնությունը, որպեսզի կարողանա իր իրավունքը հայցել եւ ստանալ ըստ էության բավարարում վարչական վարույթի ընթացքում։ Եվ կադաստրի կոմիտեն հանդիսանալով այս վարչական վարույթի իրականացնող լիազորված մարմինը, այն դեպքում, երբ այս ամբողջական փաստաթղթերից թեկուզ եւ մեկը բացակայում է, ենթադրենք մեկ սեփականատիրոջ կամ մեկ գրավառուի համաձայնությունը չկա այդ ուղումը կատարելու համար։ Վարչական մարմնի ձեռքերը ըստ էության կապվում են, որովհետև կառավարության որոշումը ասում է, որ այս բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ են, որպեսզի ուղումը կատարվի։ Ինչ ենք մենք առաջարկում այսօր մեր կողմից ներկայացված նախագծով։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հարաբերությունների կարգավորումը տեղափոխվի օրենքի մակարդակ եւ որպեսզի օրենքով հնարավորություն ունենանք որոշակի ավելի ընդգրկուն լիազորություններ տրամադրելու այն մարմնին, որը որ իրականացնում է վարչարարությունը։ Այսինքն խոսքը կադաստրի կոմիտեի մասին է։ Լրացումներ, փոփոխությունները կատարում ենք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որովհետեւ պետք է շեշտեմ, որ գույքի գրանցումը եւ կադաստրային քարտեզը դրանք անխզելի կապի մեջ են գտնվում, այսինքն եթե կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցում, դա եթե առաջին անգամ
փոփոխությունը պետք է արտացոլվի անպայման կադաստրային քարտեզում, եթե մակերեսը փոփոխվում է, նույն փոփոխությունը պետք է արտացոլվի կադաստրային քարտեզում եւ գործնականում ի հայտ եկած մեծածավալ խնդիրների համար փորձում ենք այսպես դասակարգելով առաջարկել որոշակի լուծումներ։ Ձեր թույլտվությամբ կցանկանամ ներկայացնել մի քանի կետեր։ Տիկին Ղազարյան, ժամանակն ավարտվեց, երևի արդեն Հետո հարցերի փուլում եզրափակիչ խոսքի ժամանակ ասում շնորհակալություն։